Ապրիլի 7-ը կանանց մեծարելու եւս մեկ առիթ է։ Մայրության եւ գեղեցկության օրը Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում Կոտայքի մարզի կանայք են։ Շնորհավորանքի խոսքում Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը վերահաստատում է իր առանձնահատուկ վերաբերմունքը հայ կնոջ հանդեպ։ Մեծարանքի կարիք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ամեն օր ունեն, բայց միամսյակին բարի մաղթանքը ջերմացնում է։ Առաջին հերթին ուզում եմ իսեթե ձեր բոլորին ողջունել։ Շատ ուրախ եմ, շատ հաճելի այսօր հանդիպման համար։ Մայրության գեղեցկության օրը ամենալավ օրն է, ամենացանկալի երջանիկ օրը, որ ինչքան էլ ամեն ամիս է լինի, դա ճիշտ կլինի, մեր կանայք յուրահատուկ են, աշխարհի բոլոր կանացից տարբերվում են, ամեն ինչ անելով, ստեղծելով, որ միայն լավ լինի, ինքը իր մասին չի մտածում, մտածում ընտանիքի, երեխայի, հարսի, թոռի համար, միշտ տղամարդու պատիվը կինն է բարձր պահում։ Հայկինն ամուր ու համերաշխ ընտանիքի հենասյունն է, մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ հայ ազգը դիմակայել է դարերի փորձություններին, անսասան պահել հավատքը, ինքնությունն ու ավանդույթները, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Այսօր էլ, երբ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, հայկինը պատվով է շարունակում իր կարևոր առաքելությունը։ Մեր կանայք արժանի են ուշադրության, վերաբերմունքի, ջերմության, ցանկացած մարդ որ տեսնում է կա ուշադրություն, կա վերաբերմունք, պարտավորում է ավելի շատ անելու։ Ցանկացած տեղում, որ անում ես արածը չի գնահատում, էլ չես ուզում անես։ Ես կանանց ավելի մեծ տեղ եմ տալի, վստահելով այնպիսի պաշտոններ, որոնք պատասխանատու են, որտեղ կանայք երբեք թույլ չեն տա, որց է դիտողություն անեն, այլ կանեն տեղը տեղին, ավելի շատ կաշխատեն, մենք բոլոր տղամարդկանցով պարտավոր ենք խոնարհվելու, գնահատելու, մեծարելու կնոջը։ Պետք է կանանց հարգել, մեծարել, ուշադրության արժանացնել ամեն օր, ընդգծում է Գագիկ Ծառուկյանը, հիշեցնում իր հերթական նախաձեռնության մասին, որի առանցքում հայ կինն է։ Ինձ հարց տվեցին, բա պարոն Ծառուկյան, Հիսուսի արձանը հավարտելուց հետո ինչ արձան կառուցես, ասի հայ կնոջ արձանը կկառուցեմ։ Միայն ասեցի, թող որոշում լինի, տեղը տան, դա հպարտություն է, մեծություն է, հարգանք է։ Կնոջ հանդեպ, մոր հանդեպ, դրանից քաղցր բան չկա։ Կինը կուկանքի ընկերն է, մայրը քո սրբությունն է, ամեն մարդ պետք է դա գնահատել, հարգել, մեծարել, ոչ թե խոսքով, այլ իր կյանքով, իր ապրածով, որ իր հոգու առաջ ինքը մեղ չգործի։ Պետք է այդ սրբությունը պահպանեն բարձր մակարդակում։ Տոնական օրը ԲՀԿ ղեկավարը քաղաքականությունից խոսել չի ցանկանում։ Բոլոր հարցերի պատասխանները կհնչեն ապրիլի 9-ի համագումարում։ Այսօր ես չեմ ուզում ձեր հետ քաղաքականությունից խոսել, այսօր ուրախացեք, ձեր տրամադրությունները բարձր, իսկ ամսինին լինելու է համագումարը, ինչ մտածում եմ, ոնց պատկերացնում եմ, նա իրական ասելու եմ, ես այն մարդկանցից չեմ, որ դիտողի դերում լինեմ, ինչ է կատարվում, ես սիրում եմ իմ երկիրը, իմ ժողովրդին, ես սովորական աշխատողի ընտանիքից մարդ եմ, որը ստեղծել եմ, կառուցում եմ, հպարտանում իմ երկրով, իմ ժողովրդով, այսօր ժողովուրդը շատ բան չի ուզում։ Ուզում եմ լիարժեք ապահովի այն խնդիրները, այն պրոբլեմները, ինչ որ իրանք տեսնում են, խաղաղություն լինի, ամեն մեկը կարողանա իր ընտանիքով, իր կյանքը դրսևորի, աշխատի, ստեղծի, բարեկեցիկ ապրի։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ, ձեզ բարձր տրամադրություն, ձեր տոնը շնորհավոր լինի, միշտ առողջ լինեք, գեղեցիկ լինեք, կանացի լինեք, Աստված թող պահապան լինի ձեզ, ձեր ընտանիքներին, ով էլ ընտանիք չի կազմել, թող այս տարի ընտանիք կազմի, այդ քաղցրությունը զգա, առողջ լավ բալիկներ ունենա։ Շնորհակալություն։ Հայ կանայք ակտիվ ներգրաված են բոլոր ոլորտներում, կրթությունից մինչև բիզնես ու պետական կառավարում։ Նրանց դերը ընդլայնվում է, բայց հիմնական առաքելությունը սեր շռայլելն ու բարիք ստեղծելը մնում է անփոփոխ։ ԲՀԿ կանանց խորհրդի համանախագահը հատուկ է շեշտում կանանց նկատմամբ Գագիկ Ծառուկյանի ունեցած վստահության մասին։ Հավելում կուսակցության առաջնորդը միշտ բարձր է գնահատել իրենց։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իր գործունեության 2 տասնյակ տարիների ընթացքում միշտ բոլոր կուսակցությունների մեջ առանձնացել է կանանց մեծ թվով ներգրավվածությամբ եւ կանայք իրենց ուրույն տեղն ու աշխատանքն են ունեցել ոչ միայն խորհրդարանում, այլ նաեւ խորհրդարանից դուրս։ Եվ դրա մեջ շատ մեծ դեր ունի եւ նպաստել է դրան պարոն Գագիկ Ծառուկյանը։
Բարգավաճ Հայաստան կուսակցության կանանց խորհուրդը մշտապես եղել է մեր կուսակցության կարևոր հենասյուներից։ Այն իր գործունեությամբ նպաստել է կանանց ներգրավվածության բարձրացմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը և հասարակական ակտիվության խթանմանը։ Երբ կինը գնահատված է, գործունեությունը դառնում է ավելի լիարժեք։ Ընտանիքին ու հայրենիքին ավելի մեծ օգուտ է բերում, ասում են միջոցառման մասնակիցները, իսկ Գագիկ Ծառուկյանի կողմից մշտական ուշադրությունը հաճելի է։ Ամենակարևորը նայում ես ներքին հայտը շփինը, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Ձեզ լավ եմ ցանկանում, լավ երեկո։ Մեծարումի խոսք, ծաղիկներ ու հոգին լցվում է ջերմությամբ։ Հանդիպման ավարտին կանայք վայելում են տոնական օրվա ուրախ պահերը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։